Ողջույն սիրելիներ, բարի գալուստ զրույց Սոլինեի հետ ալիքին։ Անչափ ուրախ եմ, որ այսօր կրկին ձեր հետ եմ։ Հույսով եմ բոլորդ լավ եք, ուրախությամբ եք դիմավորել գարնանային ամիսները, ապրել եք նրա զարթոնքը եւ այժմ պատրաստվում եք դիմավորելու ամառային գեղեցիկ օրերը։ Շնորհակալ եմ իմ բոլոր ունկնդիրներից, ձեր ուղարկած պատգամների համար, ուշադրության համար։ Եվ նաև զգացված եմ բոլոր իմ հետևորդներին, որ հավատարիմ են մնում այս ալիքին անկախ երկար ընդմիջումից։ Մի փոքր նախաբան նոր ունկնդիրների համար այս ալիքի մասին։ Ես այս ալիքը ստեղծել եմ ինքնաբուխ մի քանի տարի առաջ։ Եվ իմ մոտ նպատակ չէ եղել, որ ես անեմ մի բան, որ զբաղվեմ, որովհետև սա իմ հոբին չէ։ Սա իմ կյանքի կարևոր մաս է կազմում։ Ոչ միայն ձեր հետ զրուցելը եւ հաղորդաշարը, այլ այն, ինչ որ ես ապրում եմ իմ կյանքում, տեսնում եմ, զարգանում եմ, ինձ աճեցնում եմ, դա իմ կյանքի կարևոր մասն է։ Եվ ես փոքրուց մինչև այսօր կյանքի հանդեպ ունեմ մեծ սեր։ Անկախ բոլոր ելևէջներից, վերելքից, վայրեջքից եւ այն միջին մասը, վերելքի եւ վայրեջքի, որ կոչվում է հորիզոն, այդ խաղաղ մասը։ Ուրեմն ես ապրում եմ կյանքը լիարժեք, տեսնելով իր բոլոր տխրությունը, ուրախությունը եւ մեր աճը, իմ աճը եւ այդ ցանկությունը առաջացավ իմ մեջ, որ ես կիսեմ ձեր հետ եւ նաեւ այս հաղորդումը վարեմ հայերենով, որ իմ սիրելի մարդկանց հասանելի դառնա։ Ես տալիս եմ իմ մեկնաբանությունները որոշ մտքերի գաղափարների հանդեպ, խոսում եմ մարդկային փոխհարաբերությունների մասին, մարդկային ուժի, մտքի ուժի մասին եւ ինչպես այն կիրառել մեր կյանքում։ Այսօրվա նյութն է ինչպես նայել կյանքին եւ ինչպես նայել կյանքը, դա միայն ինչ է կյանքը։ Կյանքը մեր փոխհարաբերություններն են, կյանքը ամեն ինչ է, ամբողջական կյանքը։ Ամեն օրվա ինչ ենք ասում, ինչ ենք խոսում, ինչ ենք անում, դա է մեր կյանքը։ Ուրեմն ինչպես նայել այս ամենին։ Եվ ես երբ վերնագրում եմ իմ զրույցները, այդ զրույցի վերնագիրը դնում եմ որպես հովանոց։ Եվ այդ հովանոցի տակ ես բացում եմ ճակերտները, թողնում եմ, որ իմ մտքերը հոսեն։ Եվ գուցե թվաթև եւ վերնագրից շեղումներ են լինում, բայց դա մաս է կազմում զրույցի։ Գալիս եմ որոշ առաջարկություններ, որ կարող է մեկ անձի արթնացնել եւ նա իր մեջ տեսնի այն եւ լույս ծագի իր մեջ եւ համեստորեն ընդունել այն, ինչ որ լսեց, ինչ որ իր մեջ արթնացրեց այն, ինչ որ կարծել էր, որ չկա, ինչ որ կարծել էր, որ ճիշտ է։ Եվ մեկից ավելի ճանապարհներ կան ճշմարտության։ Ուրեմն այդ առաջարկությունները ընդունում են այն մարդիկ, ովքեր պատրաստ են։ Մի ասացված կա, երբ աշակերտը պատրաստ է, ուսուցիչը հայտնվում է, ուսուցիչը այնտեղ է։ Ուրեմն մենք բոլորս այս կյանքի աշակերտներն ենք եւ ուսուցիչներն ենք։ Միայն կարող ենք տեսնել մեր ուսուցչին այն ժամանակ, երբ որ մենք պատրաստ ենք։ Եվ նաեւ կարեւոր է համեստ լինելը, հեզ լինելը, որ ընդունենք նաեւ այն, ինչ որ չենք ուզում տեսնել մեր մեջ։ Շարունակելով, մեր միտքն է առաջացնում մեր բոլոր խոչընդոտները կյանքի։ Եվ Սոկրատեսը մի շատ գեղեցիկ
դիպուկ փիլիսոփայություն ունի այս մասին։ Հույն փիլիսոփա արևմտյան փիլիսոփայության հիմնադիր Սոկրատեսը ասել է հետևյալը. եթե մի բան չես ունենում եւ ուզում ես, տառապում ես, նույնիսկ եթե ճիշտ ունենում ես այն, ինչ որ ուզում ես, նորից ես տառապում, որովհետեւ կարծում ես, որ դա հավիտյան չի տևելու։ Ուրեմն մարդկային միտքն է, որ դժվարացնում է կյանքը, մարդկային միտքն է, որ խոչընդոտներ է բերում։ Եվ հետևաբար նա շարունակում է, որ մարդիկ չեն ուզում ընդունել կյանքի փոփոխությունները։ Նրանք ուզում են ազատ լինել բոլոր փոփոխություններից։ Նրանք ուզում են ազատ լինել ցավից, մահից, բայց այս փոփոխությունները կյանքի օրենքն է։ Կյանքը եւ մահը օրենք է։ Եվ այդ ընթացքում ինչ որ լինում է, դա պետք է տեսնել։ Ուրեմն անկախ նրանից ինչպես ուզես ձևափոխել այս օրենքը, դա երբեք չի փոխի իրավիճակը։ Պետք է ընդունել նաև կյանքին նայելու մեկ հատկանիշներից կարևոր, որ կյանքը իր ընթացքի մեջ է։ Դա շատ կարևոր բան է։ Կյանքը միայն ընթացքի մեջ չէ։ Հետևյալ ասացվածքը շատ ճիշտ է ասված, որ կամուրջը կտրիր, անցիր մեկ առ մեկ։ Cross the bridge one at a time։ Կամուրջը անցիր մեկ առ մեկ։ Ուրեմն ինչ է այդ ընթացքն է, որ դու կամուրջներ ես անցնում, բայց այս կամուրջից դու չես կարող թռչել մինչև վերջին կամուրջը։ Երբ որ դժվարություններ են լինում կյանքում, ես ինքս էլ միշտ հիշեցնում եմ այս գեղեցիկ արտահայտությունը։ Կամուրջը անցնել մեկ առ մեկ։ Դա ինչ է նշանակում։ Երբ որ ամեն ինչ շատ է թվում քեզ, ամեն ինչ դժվար է թվում քեզ, վերցնում ես մեկ քայլ առաջ։ Այսօր ինչ կարող եմ անել ես։ Այսօր կարող եմ միայն այս կամուրջը կտրել։ Եթե դպրոց ես գնում, այսօր ինչ կարող ես անել։ Այսօր կարող եմ ես այս դասին ներկա լինել։ Այսօր կարող եմ ես այս սովորել։ Եթե որոշ ֆիզիկական դժվարություններ ունես, այսօր ինչ կարող եմ անել, այսօր կարող եմ միայն այս բանը հոգալ։ Ուրեմն ոչ թե շատ ապագայի մասին մտածել, որ ինչ է լինելու արդյոք հետո։ Իհարկե, պլանավորելը շատ կարևոր է, բայց պետք է իմանանք, որ ոչ ոք չգիտի վաղը ինչ է լինելու։ Ոչ ոք չգիտի 1 տարի հետո, 2 տարի հետո ինչ է լինելու։ Ինչպես ասացի, կարող ենք պլանավորել, բայց նաև պետք է թողնենք, որ այդ ընթացքը հոսի։ Մենք ընթացքի մեջ ենք ապրում եւ կտրել կամուրջը մեկ առ մեկ։ Եթե մի բան ուզում եք վերցնել մինչև հիմա իմ զրույցից, այս գաղափարը վերցրեք։ Կտրել կամուրջը, անցնել կամուրջը մեկ առ մեկ։ Եվ նաև ինչպես Սոկրատեսը ասաց, մի փոքր ուզում եմ մեկնաբանեմ այդ մասին, որ մարդիկ միշտ տառապանք են ստեղծում եւ մեծ մասը տառապանքը գալիս է մեր մտածելակերպից։ Ինչպես ենք նայում այդ իրավիճակին։ Ուրեմն ինչ որ մի բան, որ ուզում ենք, չի լինում, տառապում ենք, բայց չգիտենք ինչու այդ բանը չի լինում։ Պետք է նաև մյուս կողմը նայել, որ այս բանը եթե չեղավ, մի բան է ուրիշ լինելու։ Ես ինչու տառապեմ, որ այս բանը չի լինում։ Եվ մի բան լսեցի վերջերս ես հետքիս եմ ասում են, որևէ պրոբլեմ, որևէ խնդիր, որ կյանքիդ մեջ ունես, դա կարող է լուծում լինել ավելի մեծ պրոբլեմի։ Ուրեմն որևէ պրոբլեմ լուծումն է, պրոբլեմն է լուծումը։ Պրոբլեմը, խնդիրը լուծումն է ավելի մեծ պրոբլեմի, որ պիտի լիներ։
ինչ իմաստնություն կա սրա մեջ, մեկ վարքյան մտածենք եւ գիտակցենք։ Ասում ենք, օ, ինչքան խնդիր կա իմ կյանքի մեջ, ինչքան դժվարություն կա, բայց այդ դժվարությունը լուծում է դառնում մեկ ուրիշ դժվարության, որ պիտի լիներ։ Ուրեմն Սոկրատեսի խոսքերը մենք ենք ստեղծում այդ դժվարությունը, մենք ենք ստեղծում այդ խոչընդոտը, որ չենք ուզում փոփոխություններ լինել, հերքում ենք փոփոխությունները, չենք ուզում մեր կյանքի պարտականությունները կատարել, ուզում ենք ազատ լինել։ Այո, ազատությունը շատ լավ բան է, բայց նաև կան կյանքի օրենքներ, որ պետք է իմանանք, որ չեն փոխվի, եւ երբ որ ընդունում ես այդ, դու ավելի խաղաղ ես ապրում։ Անդրադառնանք նաև կյանքի փոխհարաբերություններին, որ ինչպես նայել կյանքին մաս է կազմում դրան։ Մեր փոխհարաբերությունները առաջին հերթին սկսվում է մեզ հետ։ Ամենաշատ մենք ապրում ենք մեզ հետ, 24 ժամ ում հետ ես լինում։ Կարող է մակերեսային շատ մարդկանց հետ ես լինում, նույնիսկ քո տան մեջ մարդկանց հետ ես լինում, բայց ամենաշատ ում հետ ես լինում, դու քեզ հետ ես ապրում։ Ուրեմն փոխհարաբերությունը սկսում է քեզանից, եւ փոխհարաբերությունը սկսում է քո մտքից։ Դու քեզ հետ ես խոսում, դու քեզ հետ ես զրուցում, քո գաղափարները դու քո մեջ ես արտահայտում, կարող ես կիսվել մեկի հետ, բայց դու ես, դու եւ դու, եւ քեզ դառնում ես քո զննողը։ Եվ երբ որ զննում ես ինքդ քեզ, պետք է նաև զննես ավելի բաց մտքով, ոչ միայն ընկնելով ծուղակը մութ ամպերի մեջ։ Երկու տեսակ մարդ կա աշխարհում։ Մետաֆոր է սա, օրինակ եմ բերում։ Կա թերմոստատ եւ կա թերմոմետր։ Թերմոմետր եւ թերմոստատ, ջերմաստիճան։ Հիմա պետք է իմանանք մենք որն ենք, ամեն անձ թող մտածի իր մասին։ Որն եք դուք, թերմոմետրը թե թերմոստատը, ինչ է տարբերությունը։ Թերմոմետրը չափանիշն է, որ վերցնում է դրսից այն, ինչ որ եկել է։ Թերմոմետրը ռեակտիվ է ավելի։ Ուրեմն դրսից ինչ որ իրեն նետվում է, թերմոմետրը այդ է վերցնում։ Ցուրտ է, տաք է, այս է, այն է։ Թերմոմետրը վերցնում է։ Իսկ թերմոստատը ավելի կարող է որոշել իր ջերմաստիճանը։ Թերմոմետրը որոշում է սենյակի ջերմաստիճանը դրսից ինչ որ գալիս է սենյակ։ Իսկ թերմոստատը սենյակի ջերմաստիճանը ինքն է որոշում։ Որոշում է ցուրտ անեմ, տաք անեմ։ Թերմոստատը որոշում է, որ այսօր ինչ ջերմաստիճանի վրա իմ օրը դնեմ։ Ինչ ջերմաստիճանի վրա ես առավոտս բացեմ։ Արթնանամ զվարճանքով, արթնանամ լավ զգալով։ Դա թերմոստատն է։ Ուրեմն մենք երկու ուժ ունենք, որ մեկը նեգատիվ կարող է համարվել թերմոմետրը, որ դրսից եկած ամեն ինչ որ նետվում է, դրանով ես ապրում, եւ այդ թերմոմետրը ռեակտիվ է։ Իսկ թերմոստատը ավելի խելացի է, որովհետև նա ինքն է որոշում ջերմաստիճանը ինչպես ընդունել, որոշում է այսօր ես երախտաբարդ եմ, այսօր ես անելու եմ շատ լավ բաներ, այսօր անելու եմ անկախ թերմոստատը ինչ է նետում դրսից, ես որոշելու եմ իմ ջերմաստիճանը եւ այն հաղորդելու եմ իմ շրջապատին։ Դա է թերմոստատը։ Ուրեմն ձեզ հարցրեք, որ մեկն եք դուք եւ որն եք ուզում լինել։ Եվ ամբողջ մարդկությունը գրեթե աշխարհի բոլորը մարդիկ թերմոմետր են, որ ռեակտիվ են ապրում։ Դրսից եկած ինչ որ նետվում է, իրենց սենյակում միայն դա են ընդունում, չեն ուզում իրենց ջերմաստիճանը թերմոստատով փոխեն։ Սա շատ իմաստուն խոսք է, միայն խոսք չէ, իմաստուն գաղափար է, որ կարելի է
մտածել այդ մասին եւ կիրառել մեր կյանքում։ Ուրեմն սա մի ուրիշ բան է, որ ինչպես նայել կյանքին, ինչպես նայել նաեւ մեր փոխհարաբերություններին։ Արդյոք ես ռեակցիա տամ այդ մարդու ասածին, թե ես ինքս դատեմ, իմ ջերմաստիճանը փոխեմ։ Եվ երբ որ հասնում եք կյանքի մեջ այնտեղ, որ դուք արդեն հասկացել եք այդ իմաստնությունը ձեռք եք բերել, շատ դժվար է ձեզ հունից հանելը։ Մեկի ասած խոսքը, մեկի ասած բամբասանքը կամ եւ այլն, ինչ որ ասվում է նեգատիվ, ձեզ չեն կարող հունից հանել։ Իհարկե մարդկային էակներ ենք մենք, կարող ենք ազդվել, կարող ենք զգալ լիարժեք, բայց երբ որ այդ գաղափարին, այդ իմաստնությանը դուք հասնեք, ոչ ոք ձեզ հունից չի հանի։ Դա գուցե տևի այդ զգացմունքը տևի 1 օր, այդ տևի 2 օր, 1 շաբաթ, բայց հետո երբ որ անդրադառնաք, դուք դա թողնում եք։ Թողնում եք դա, ոչ թե ասում եք, օ, ինչ լավ է, որ այս բանը եղավ։ Գուցե նույնիսկ լավ է, որ այդ բանը եղավ, որ ձեզ արթնացրեց։ Ինչու նաև այդպես չմտածել։ Որովհետև ամեն ինչ չէ, որ սահուն է։ Նաև այդ փոքրիկ խոչընդոտներն են, այդ հարաբերություններն են, որ մենք կոչում ենք նեգատիվ, որ մեզ կարող են արթնացնել։ Հետևաբար, նաև ասվում է այս շատ գեղեցիկ իմաստնություն է այս խոսքը, որ քո զգացմունքը ինչ որ զգում ես զգալի արժեք։ Դա էլ մի ուրիշ բան է կյանքին նայելու, քո զգացմունքները, կյանքն է։ Զգա լիարժեք, զննող եղիր քո զգացմունքներին։ Մի հրիր նա։ Մի հրիր նա եւ զգա դու ինչ ես զգում։ Բայց այդ ընթացքում դու նաեւ մի կարճիր քո զգացմունքներից։ Ասում են մի մերցրու, մի սպանիր գորդին։ Don't kill the frog։ Սա դիցաբանություն է։ Եվ հետևաբար ասվում է don't kill the frog, մի սպանիր գորդին, kiss the frog, համբուրիր գորդին։ Ուրեմն դիցաբանության մեջ ինչ է սա փոխա։ Դիցաբանությունները ամբողջ իմաստնություն են։ Դիցաբանության մեջ ինչ է այս փոխհարաբերությունը սպանելու գորդին եւ համբուրելու գորդին։ Եվ երբ որ դու չես մերցնում գորդին, դու չես ճնշում քո զգացմունքները, չես մերցնում, այլ համբուրում ես, զգում ես այն լիարժեք, այդ ժամանակ ինչ է լինում դիցաբանության մեջ, գորդը դառնում է իշխան, prince է դառնում գորդը։ Եվ այդ transformation-ը, մեծ փոփոխությունը կյանքի լինում է նրանից, որ դու գորդին չմերցրեցիր, զգացմունքներդ ներքև չհրեցիր, նրանց զգացիր եւ համբուրեցիր նրան։ Եվ երբ որ համբուրեցիր նրան, ինչ եղավ քո մեջ մեծ փոփոխություն։ Եվ բոլոր հոգեվոր, հոգեկան փոփոխությունները լինում են նրանից, որ դու համբուրում ես քո զգացմունքները եւ այդ գործը դառնում է իշխան։ Եվ նաեւ կյանքի զղջանքներ, որ լինում են, սա էլ մեկ ուրիշ մաս է կյանքին նայելու։ Ապրում ես տարիներ, հետո ետ ես նայում, զղջում ես, որ այսինչ բանը երանի անեի, այնինչ բանը երանի անեի, բնական է, իմ մոտ էլ են եղել, այսինչ բանը չլիներ։ Բայց դա էլ նաեւ ընդունելու մեջ է, որ պետք է ընդունես, այսինչ բանը եղել է գուցե ինձ մի ուրիշ խնդրեմ լուծելու համար, որ ես չեմ իմացել, ինչ պիտի լինի այդ մեծ խնդրեմը։ Նախատել անցյալի այսինչ մարդուն, այնինչ մարդուն ձեր կյանքի վատնում է։ Ինձ մոտ ոչ հաճախ է լինում այդ բաները, եւ այլևս ես մեծ կոնտրոլ ունեմ դրա վրա, երբ որ այդ գալիս է իմ մոտ, իհարկե զգում եմ գորդին, համբուրում եմ,
Բայց երբ որ գալիս է այդ միտքը ձեզ, մտածեք, ինչ ու վատն եմ ես իմ կյանքը, որ 20 տարի առաջ այսինչ մարդը այսինչ բանն է արել, կամ ես պետք չէ այսինչ բան ասեի, պետք չէ ամուսնանայի այս մարդու հետ։ Ինչու՞ չէ, դա քո կյանքի ուղին է եղել։ Ես Երանի այսինչ բանը անեի։ Բայց Երանի չկա, այլևս անցել է, ամեն ինչ ներկայի մեջ է հիմա։ Ներկայում դու ինչ կարող ես անել։ Հիմա այս վարքյանին դու ինչ կարող ես անել։ Ուժը հիմա ներկայի մեջ է։ Այս վարքյանին ես զրուցում եմ ձեզ հետ։ Դուք լսում եք, հաջորդ վարքյանին կարող եք գնաս մարզվելու, մյուս վարքյանին գիրք կարդաս, մյուս վարքյանին ճաշես։ Դա այդ է կյանքի ընթացքը, որ ասացի։ Ուրեմն ձեր ժամանակը մի վատնեք, որ ինչու եղավ, ինչու չեղավ, ինչու ես այս քաղաքում եմ, ինչու այս քաղաքից գնացի։ Եվ նաև բաց եղեք, խաղաղ եղեք այն մտքի հետ, ինչպես Սոկրատեսն է ասում, որ փոփոխությունները կյանքի օրենքն են։ Մի կարծրացեք այն գաղափարից, որ ես նույնիսկ մասնագիտության դեպքում, որ ես այսինչ մասնագետն եմ, տարիներ սովորել եմ, մասնագիտացել եմ, բայց հիմա գուցե կամ չեմ սիրում այլևս դա, գա գուցե ինձ համար ճիշտ չէ, եւ ես ուզում եմ փոխել իմ մասնագիտությունը, ինչու՞ չէ։ Գիտեք, այդ գաղափարը կարծրացած, ամեն ինչ իհարկե ծրագրավորված է մեր մեջ։ Այդ կարծրացած գաղափարները մեզ արգելակ են հանդիսանում, որ մենք ապրենք մեր կյանքը եւ առաջադիմենք։ Ինչու՞ չէ, եթե դու մի մասնագետ ես եւ հիմա ներկայում դու ուզում ես մի ուրիշ բան անել կամ պետք է ուրիշ բան անես, ինչու՞ չէ։ Գիտեք, նաեւ ես եթե գիտեք, հետևել եք իմ զրույցները, ես ծնվել եմ Հալեպում, բայց մեծացել եմ Երևանում, Հայաստանում։ Այդ տարիների ընթացքին այդ սիստեմը, սովետական սիստեմը թելադրում էր, որ կարծրացած սկզբունքներ ունենաս նաև։ Եվ այդ սկզբունքներից դուրս գալու ժամանակ մեծ տառապանքներ էին լինում։ Օրինակ, եթե մեկը երաժիշտ էր, պիտի ամբողջ կյանքը մնար երաժիշտ։ Նույնիսկ եթե չէր սիրում, նույնիսկ եթե տաղանդ չուներ, բայց ընտրել էր երաժշտությունը, օրինակի համար եմ ասում երաժշտությունը, որտեղ ես ինքս երաժիշտ եմ, բայց բարեբախտաբար ես սիրել եմ ինչ որ արել եմ եւ մինչեւ այսօր, բայց կան մարդիկ, որ նաեւ չեն սիրում կամ պատճառներու բերումով ուզում են փոխել, ինչու՞ չէ, բայց այն ժամանակ այդ համակարգի տակ մեր ծրագրավորումը այնպես է եղել, որ դու պետք է ծնվել ես այսպես մեռնես, այսպես ապրես։ Ընտրել ես այսինչ մասնագիտությունը, դու բժիշկ ես, պետք է միշտ ուր էլ գնաս բժշկություն անես։ Ոչ։ Դու կարող ես երկիր ես փոխում, դու այլևս չես սիրում բժշկություն։ Դու այլևս չես սիրում փաստաբանություն։ Դու չես սիրում այդ կամ կարիք ունես փոխելու, ինչու՞ չէ, ազատ եղեք, թողեք այդ ազատությունը ձեզ, փոփոխության հետ խաղաղություն կնքեք։ Ես երբ որ Նյու Յորքում ուսանում էի երաժշտական ուսումնարանում, կային այնտեղ դասընկերներ շատ տարբեր երկրներից եւ նաեւ Ռուսաստանից, շատ տաղանդավոր դաշնակահարներ, որ տեսան, որ եւ տաղանդավոր եմ ասում։ Այս եւ անձամբ ճանաչում եմ նրանց, իհարկե հիմա կապ չունեմ նրանց հետ, երկար տարիներ է անցել, նրանք որոշեցին, որովհետեւ շատ խելացի էին, որ այս ասպարեզը ինձ համար այս երկրում հիմա ճիշտ չէ եւ ես կարող եմ այն փոխել։ Այդ մարդիկ ընտրեցին, նրանցից մեկը, որ դասընկերս էր, ընտրեց կոմպյուտեր, այն ժամանակ վաղուց է սա, եւ սովորեց, եւ դարձավ ամենաբացառիկ մասնագետը կոմպյուտերի։ Նա եւ ուրախ էր իր մով, եւ ֆինանսական իր բոլոր վիճակները շտկվեցին, եւ նաեւ կարողացավ ուրիշներին օգնել այդ ձևով։ Իսկ եթե մնար
այն մարդը, միայն այս անձի մասին չէ խոսքը, եթե մնում ես այն գաղափարի մեջ, որ ես պիտի տառապեմ, բայց այսինչ բանը անեմ, որովհետև ես այս եմ ընտրել, դա ամենասխալ բանն է։ Դուք ձեզ թույլ տվեք, որ ձեր մասնագիտություններն էլ եթե պետք է փոխվեք, նաև երբեմն պետք է մի բան, եթե արվի, կարիքի համար նույնիսկ, որոշ շրջանում պետք է այդ արվի, որովհետև դուք հաց եք դնելու ձեր սեղանին։ Ինչու՞ չէ, եթե այդ մասնագիտությամբ դուք չեք կարողանում եւ մի ուրիշ բան եք անում, ձեր իգոն վար եք դնում, դուք հաց եք բերում սեղանին։ Դրանից ավելի առաքելական մի բան չկա աշխարհում։ Նախ դուք ձեզ եք նայում, ձեր ընտանիք, եթե ընտանիք ունեք, ձեր ընտանիքին եք հոգում։ Հաց եք բերում, հաց եք կիսում, հաց եք տալիս։ Իսկ ինչու մնաք այն մասնագիտության մեջ, որ դա ձեզ չէր տալու, կամ այլևս ատում եք դա։ Ատելությամբ ինչու ապրել։ Ուրեմն սա մի ուրիշ բան է կյանքին նայելու։ Նաև քաղաքը փոխելու։ Շատ հասկանալի է, մանավանդ գալով մեր պատմությունից, բոլորս հայ ենք, մեր պատմությունը իմանալով, մենք նաև կարճած ենք որոշ գաղափարների։ Իհարկե կարող է իմ ասածը քննադատության արժանանա, բայց վնաս չունի, ես ուզում եմ ճշմարտությունը ասել, այն ինչ որ ես եմ կարծում։ Եթե քաղաքն էլ է մեկը փոխում, մանավանդ հիմա այս ժամանակաշրջանում աշխարհի, որ ամեն ինչ շարժման մեջ է, ամեն ինչ աճում է, ամեն ինչ ծաղկում է, վատի հետ միասին լավը ավելի շատ է։ Ինչու՞ չէ նաև քաղաք փոխել։ Ինչու կարճած մնալ, որ ես այստեղ եմ ծնվել, այստեղ մեծացել, այս ջուրը խմել հավիտյան, այո, շատ լավ բան է։ Դա շատ լավ բան է, բայց գուցե դու գնաս մի ուրիշ տեղի ջուրը խմես։ Տեսնես մի ուրիշ քաղաքում ինչ է լինում։ Աճդ նաև չկանգնեցնես, ինչու մերցնես քո մեջ այդ աճը։ Գուցե նաև երկիր փոխես։ Դա չի նշանակում դու քո սերը վերացել է։ Բոլորովին շատ սխալ մեկնաբանություններ կան այս հարցի մասին։ Դա քաջալերում չէ, որ թողեք գնացեք։ Բոլորովին, սա էլ կյանքին մի ուրիշ ձևով նայելն է, բայց ազատ է մարդկությունը։ Ազատ է քաղաք փոխելու, ազատ է երկիր փոխելու, ազատ է մասնագիտություն փոխելու, եւ երբ որ այս կարծրացած մտքի սկզբունքներից դուրս գաք, կծաղկեք ավելի։ Եվ ձեր ծաղկելով ինչ կլինի։ Ուրիշներին կծաղկեցնեք։ Այո, փոխադարձ է, պետք է ինչ որ ունենք տանք։ Ոչ միայն վերցնենք։ Դա էլ մի ուրիշ տեղ է, որ պետք է ինչպես նայել, ինչպես ասացի, ինչպես նայել կյանքին։ Նաև թողնել, որ մեր զավակները ընտրեն իրենց համար։ Դա էլ կյանքի ինչպես նայելու փոխհարաբերությունների մասն է կազմում։ Շատ դժվար է ծնողների համար, մանավանդ հատկապես մեր մշակույթի մեջ։ Մենք շատ նվիրված ենք, շատ ջերմ ենք, տրվող ենք եւ նաեւ կա մեծ կարճացություն մեր զավակներից։ Կարճացությունը նեգատիվ բան է, սերը պոզիտիվ բան է, սերը դրական է։ Իսկ երբ որ սիրում ես մեկին, նրան բաց պետք է թողնես։ Պետք է թողնես, որ նա ընտրի իր ճանապարհը։ Երբ որ փոքր է, քո պարտականությունն է նրան մեծացնելը։ Բայց երբ որ նա արդեն հասունանում է, ինչքան էլ ծնողը չուզի, պետք է գիտակցությամբ հասնի այնտեղ, որ պետք է թողնես թևերը այդ թռչունի, որ ազատ լինեն, թռչեն, որովհետև իսկապես մեղք է այն երիտասարդները, որ խղճում են իրենց ծնողներին եւ ճնշում են իրենք իրենց զգացմունքները, իրենց ցանկությունները հաջողանալու համար միայն իրենց ծնողներին։
Բայց ծնողին ոչ մեկին պետք չէ հաճոյանալ։ Սերը չի նշանակում հաճոյանալ, եւ եթե խելացի է այդ ծնողը, կթողնի, որ իր զավակը թրջի։ Մտածեք այս մասին։ Նաեւ մենք մեր վրա աշխատելով, արթուն լինելով, մենք մեզ զարգացնելով, հասունանալով, բացում ենք մեր առջև մեծ աշխարհ եւ կարող եք հազարավոր գրքեր կարդալ, բայց եթե այն չեք կիրառում, դա մնում է միայն գլխի մեջ, դառնում եք մեծ ինտելեկտուալ, որը շատ լավ բան է, բայց պրակտիկայի մեջ դուք չեք անում այն, ինչ որ կարդացել եք, եւ միայն գրքով չէ, որ սովորում են, միայն կարդալով չէ, որ սովորում են, սովորում ես նաեւ մարդկանց հետ փոխհարաբերելուց, սովորում ես քո կյանքի փորձություններից եւ փորձառություններից։ Ուրեմն, եթե դու անդադ խոսում ես այսինչ բանի մասին, ինչ լավ է, այսինչ ինչ լավ է, ինչ լավ գաղափար էր, օ Սոկրատես ինչ հիանալի բան ասաց, ինչ մեծ փիլիսոփա է, բայց դու չես կիրառում այն, դա գրեթե արժեք չի ունենում։ Ինֆորմացիան, տեղեկությունը շատ կարևոր է, գիտելիքը շատ կարևոր է, բայց ամենակարևորը դրանից հետո այն կիրառելն է քո կյանքում։ Եվ ինչ ասացի նաև գուցե կրկնություն լինի, թողեք մարդիկ իրենց համար ինչ ուզում են անեն, ինչ ուզում են ապրեն, այնքան ժամանակ որ ձեզ չեն վնասում։ Եվ նաև ընտանիքի մեջ թող լինի ամեն մարդ ազատ։ Նորից եմ ասում, իհարկե սա որոշ չափանիշ ունի ազատությունն ընտանիքի մեջ, բայց նաև անընդհատ իրար կոնտրոլ չանել, անդադ թերմոմետրի պես ռեակտ չանել դրսից եկածի վրա, լինել համբերատար։ Նաև ոչ միայն ամուսնությունների մեջ, ընկերության մեջ, ձեր աշխատավայրում նաև որոշ համբերություն է պետք եւ միշտ չկենտրոնանալ վատի վրա։ Տարբերություն կա վատը տեսնելը, որ պետք է տեսնել, որ իմանաս տարբերությունը վատի եւ ոչ վատի լավի։ Պետք է տեսնել վատը, բայց կենտրոնացումը լինում է ֆոկուսը միայն լինում է լավի վրա։ Դու տեսնում ես լավը, երբ որ ֆոկուսը դու դրականի վրա ես դնում, դա է շատանում քո մեջ։ Էներգիան գնում է այնտեղ, որտեղ ֆոկուսը, կենտրոնացումը ավելի շատ է։ Իսկ եթե ձեր կենտրոնացումը միայն վատի վրա է, ձեր ամեն էներգիան գնում է այդտեղ եւ դա է իրականանում ձեր կյանքում։ Դուք եք ստեղծում այդ, դուք այդպես եք նայում կյանքին։ Միայն այս մարդու վատն եմ տեսնում ես։ Եթե ահա որ վատ է այդ մարդը, պետք է ձեզ հեռացնեք այդտեղից։ Եթե այդ միջավայրը ահա որ վատ է, պետք է միջոց գտնեք ձեզ հեռացնեք այդտեղից։ Բայց ոչ թե միշտ վատը տեսնելով։ Գուցե այդ վատի կողքին մի դրական մի բան կա, կենտրոնացումը եթե դնեք այդ դրականի վրա, գուցե այդ դրականը շատանա։ Ենթադրենք ձեր դասախոսը։ Բոլորս ունեցել ենք ուսուցիչներ, դասախոսներ եւ դրական եւ բացասական, որ հիշում ենք մինչեւ այսօր, բայց մեկ ուսուցիչ, եթե իր մեջ ունի որոշ ոչ լավ գծեր եւ վատ, լավի վրա եթե կենտրոնանաք, այդ ուսուցիչը ձեզ այնքան տալիք կունենա, այնքան ասելիք կունենա, որ կշատանա այդ էներգիան ձեր մեջ եւ կսկսեք սիրել այդ ուսուցչին, այդ դասերը կարող եք գնալ հաճույքով ավելի։ Ձեր ընտանիքում, նույնիսկ ձեր երեխաների վրա։ Մեր մշակույթի մեջ նաև ես էլ ներառյալ սովորություն է, որ շատ խոսենք, մենք շատ ենք խոսում, քիչ ենք լռում։ Պետք է նաև սովորել լռել։ Ամեն ինչ որ տեսնում ես նաև պետք է հասկանալ, բայց փակել աչքերը։ Ամեն ինչ չէ որ ռեակտիվ ձևով ասել, ճիշտ չէ ամեն ինչ ասելը։ Իհարկե, պետք է դու քո ոտքերի վրա կանգնած լինես, չթողնես քեզ ոտնակոխեն, բայց դա կռիվով չի լինում միայն։ Եթե մի բան եք տեսնում մեր ընտանիքում, այո, եթե դժվարություններ կան, պետք է խոսվի, ասվի, երբեմն դիմացիդ մարդը նաև
լսել չգիտի կամ խոսել չգիտի, դա էլ ինքդ քեզ պետք է փոխես։ Եթե այդ մարդու մեջ լավ գծերը շատ են, դա պետք է տեսնես։ Եվ որոշ բաներում պետք է լռես։ Ոչ թե լռես, որ ճնշես, այդ գործին մերցնես։ Լռես, որովհետև դա է ճիշտը։ Զգաս քո զգացմունքները, բայց նաև գիտելիքներով հասկանաս, որ դա է ճիշտը։ Լռելն է ճիշտը։ Անընդհատ խոսում ենք մեր երեխաների վրա, ամուսինների վրա, կանանց վրա, հատկապես կանայք շատ են խոսում տղամարդկանց վրա։ Մի շրջան, եթե շատ խոսող եք, փորձեք շատ չխոսել։ Փորձ արեք մի քանի օր։ Ոչ թե խռով, դրական ձևով։ Փորձեք շատ չխոսել։ Տեսեք ինչ հրաշք կկատարվի ձեր ընտանիքում։ Փորձեք ձեր երեխաներին անընդհատ չասել, այսինչը արա, այնինչը արա, կեղտոտեցիր, հակար, չհակար, մաքրվի։ Փորձեք լռել որոշ ժամանակ։ Տեսնեք, այդ մարդը կապշիկ ասի, եթե զավակ է, մամայիս կամ պապայիս, ինչ է եղել։ Եվ այդ անձը կփոխվի նաև, եթե որոշ բաներ չեր անում։ Որովհետև ինչքան մի բան ասում ես, նա չի ուզում անել։ Դա հոգեբանություն է։ Ինչքան նրան ասում ես արա, երբեմն չի պատահել, որ ձեր ընտանիքի անդամները ձեզ ասել են, ինչքան կարող ես նույն բանը կրկնել, բայց մենք կարծում ենք, որ անընդհատ կրկնելով այդ մարդը կհասկանա։ Գուցե հասկացել է, բայց այնքան է ասվում իրեն, որ չի ուզում դա անել արդեն։ Զզվել է։ Ուրեմն որոշ ժամանակ մի խոսեք։ Հետո էլ արդեն սովորություն կդառնա, որ չխոսեք։ Լռելն էլ կարևոր է։ Դա ճնշել չէ, այլ հասուն լինելը, լռելը։ Եվ նաև ընդունելը կյանքում, որ ամեն մարդ տարբեր է, ինչպես ասացի նախորոք, մեկից ավելի պերսպեկտիվ կա կյանքում։ Իմը տարբեր է, մյուսինը տարբեր է, գուցե իրար նման լինեն որոշ բաներ, բայց շատ պերսպեկտիվներ կան, դա էլ պետք է ընդունել։ Եվ նաև այն, որ ուզում ես ամեն մարդ քեզ հասկանա, սա էլ կյանքին նայելու ձև է կազմում։ Ինչու ես ուզում, որ ամեն մարդ քեզ հասկանա։ Արդյոք դու ինքդ քեզ հասկանում ես։ Ձեզ առիթ տվեք լուռ մնալու, ձեր մեջ մնալու, առանձին, մենակ, մենակության մեջ ոչ մեկ վախենալու բան չկա։ Մենակ մնալու եւ չվախենաք ինքներդ ձեր մեջ գնալու։ Մեծ մասը մարդկության լռությունից, մենակությունից, միայնակ չէ, մենակությունից վախենում է, որովհետև իր բոլոր մեջի զգացմունքները դուրս են գալու, չի ուզում նրանց դեմ դիմաց տա։ Ոչինչ, դա էլ ոչինչ, եթե այդպես է, այդ ձևով է ինքը ֆունկցիայի մեջ աշխատում։ Բայց եթե առիթը տակ ձեր զգացմունքների հետ խոսելու, թղթի վրա գրելու, չեք պահան, թղթի վրա գրելը շատ է օգնում։ Գրեք ձեր զգացմունքները, նույնիսկ եթե ջղային եք գրեք, որոշ նույնիսկ վատ խոսքեր եք ասելու, բարձրաձայն մի ասեք, թղթի վրա գրեք, բայց պատռեք հետո, որովհետև տան անդամները հետաքրքրասեր են։ Մի օր մեկը կկարդա եւ մեծ վիճաբանություն կլինի դրանից։ Իմ կարծիքով ճիշտ չէ, որ ինչ որ գրում եք պահեք, բացի այն, որ ժուրնալ է, գիրք եք տպելու, հրատարակելու, դա ուրիշ բան է։ Եվ սպասում եք, որ մեկը ձեզ հասկանա, դու ինձ չես հասկանում, ախր դու ինձ չես հասկանում։ Դու քեզ հասկացիր։ Եվ ամեն մարդ մեկին չի հասկանում, բոլորին ամեն մարդ չի կարող հասկանալ։ Որոշ չափը, որոշ մարդիկ կան, այո, իրար հասկանում են, բայց ոչ լիարժեք նորից, նույնիսկ մայրը, հայրը իր զավկին լիարժեք չի կարող հասկանալ։ Ամուսինները միմյանց լիարժեք, ինչքան էլ մտերիմ լինեն, հոգեհատոր լինեն, միմյանց չեք կարող լիարժեք հասկանալ, որովհետև ամեն մարդու սիրտը
իր կրծքի տակ տարբեր է բաբախում։ Դուք այդ զարկերը ինչպես կարող եք հասկանալ։ Ընդհանուր կարող ենք հասկանալ, այո, եւ ինչու եք տառապում նրանից, որ ինձ չի հասկանում։ Դուք ձեզ հասկացեք։ Ինչպես ասացի, մի կարճեք անցյալից, մի կարճեք այն գաղափարները, որ հիմա խոսում են, ինչքան է խոսվում այդ մասին, նարցիսիզմ։ Ինչու եք կենտրոնանում նարցիսիստների վրա։ Այո, ինչպես ասացի, պետք է տեղյակ լինել, իմանալ, հատկապես եթե քո տան մեջ է, դու քեզ հեռացնում ես դրանից։ Եթե քեզ վնաս է գալիս, պարտավոր ես դու քեզ հեռացնելու։ Եթե չես կարողանում հեռացնել, մի միջոց ես գտնում, որ դու քո կյանքով ապրես եւ դա չխանգարի քեզ։ Իսկ ինչու անընդհատ նարցիսիզմի վրա կենտրոնանալ։ Եթե կենտրոնանաք նրա վրա, ամեն անձ նարցիսիզմ որոշ չափով ունի գուցե։ Մի կենտրոնացեք այդ նեգատիվ բաների վրա այլևս։ Ճանաչեք, իմացեք, բայց անընդհատ նույնիսկ մի խոսեք այս մասին։ Այսինչը նարցիսիստ է, այնինչը նարցիսիստ է, այնինչը ինչ են ասում ուրիշ մոռացա բառերը, այս բառերը, որ նեգատիվ զգացմունք է առաջացնում մեջդ։ Թաքսիկ։ Այո, շատ միջավայրներ կան թաքսիկ, թունավորում են քեզ, շատ անձնավորություններ կան թաքսիկ, որ թունավորում են քեզ, ուրեմն այդ միջավայրից հեռանում ես։ Այդ անձնավորության հետ այլևս չես հարաբերում։ Ոչ թե կռվում ես, ծեծում ես, մերցնում ես։ Դու քեզ հեռացնում ես։ Ինչու կենտրոնանալ անընդհատ խոսել այդ մարդու մասին, որ թաքսիկ է կամ նարցիսիստ է։ Դուք դերը եղեք, օրինակ եղեք այն մարդու, որ դրական է, որ երախտագետ է այս կյանքի մեջ, որ կյանքը տեսնում է իր բոլոր ելևէջներով, ինչպես որ ասացի։ Եվ ինչի վրա որ կենտրոնանք, անդադ կրկնում եմ ինքս ինձ, դա էլ շատանում է ձեր կյանքի մեջ։ Երբ որ առավոտյան արթնանում եք, ողջունեք, առավոտը ողջունեք։ Երբ որ աշխատում եք, աշխատանքը թող լինի ձեր աղոթքը։ Ինչ գործ որ անում եք, աշխատանքը այն չէ, որ մեկի համար աշխատում եք, միտեղ աշխատում եք, դրամ եք շահում։ Դրամից բացի շատ արժեքներ կյանքի մեջ։ Դրամը շատ կարևոր է մեր գոյատևման համար, բայց դրամը միակ արժեքը չէ։ Կան մարդկային արժեքներ։ Երբ որ այդ դրա վրա ես կենտրոնանում, մարդկային արժեքների վրա ես կենտրոնանում, քո դրամն էլ կշատանա։ Ուրեմն կարող եք նույնիսկ գիշերը որ քնում եք, նախքան քնելը որոշ մի քանի գոնե մի ժամ առաջ հեռանալ սոցիալ մեդիայից, խաղաղեցնել միտքը, լավ բաներ խոսել, լավ բաներ մտածել, մաքուր օդ, մաքուր շունչ, շնչել եւ նաեւ պլանավորել հաջորդ օրը։ Ես արթնանալու եմ ուրախ։ Դու այդ մտքով ես քնում։ Ես թերմոստատի պես, ինչ որ լինի, ես չափանիշ եմ տալու իմ օրվան, ես եմ ջերմաստիճանը որոշելու առավոտյան։ Այդ մտքով եք քնում, առավոտյան արթնանում եք ձեր աղոթքով։ Առավոտյան արթնանում եք, լույսը բացվել է, առավոտյան արթնանում եք երախտագիտությամբ։ Չեք սկսում նորից բողոքել, որ այսինչը այսպես է, այսինչը, եթե որոշ հիմնական բողոքներ կան, այդ բողոքները պետք է լուծվի, որ ամբողջ կյանքը նույն բողոքները չասեք։ Եթե ճանաչում եք մարդկանց որոշ, կամ դուք այդպես եք, միայն ուրիշները չեն, մենք մեզ էլ պետք է նայենք։ Եթե դուք անդադ մի բանի վրա բողոքում եք, մտածեք, ինչու եմ ես այս բանը անընդհատ բողոքում։ Եթե մի բան է լուծելի, լուծեմ, եթե տան մեջ մի բան է փչացած, թող սարքվի, որ անընդհատ չբողոքեմ։ Ուրեմն առավոտյան արթնանում եք աղոթքով, առավոտյան արթնանում եք մեդիտացիայով։ Ձեր օրը, ձեր մասնիճանը դնում եք ուրախ լինելու վրա, ձեր խաղաղ լինելու վրա։
Եվ ամեն մարդ կարող է իր աղոթքը ասել։ Պարտադիր չէ միայն գրքից կարդաք, դա էլ լավ է, եթե շատ լավ աղոթքներ ունեք, նաև ձեր մտքերը կարող են այդ օրվա ամեն աղոթքը ձեր բերանից, որ դուրս է գալիս, այդ խոսքը աղոթք լինի։ Առավոտյան ձեր աղոթքը արեք, որ նոր օր է, ամեն օր նոր օր է։ Երեք արդեն վերջացել է։ Ես այսօր նոր օր եմ սկսելու։ Սա կյանքին նայելու մեկ ամենակարևոր ձևն է, այսօր նոր օր եմ ես սկսելու, իմ մեջ է այդ ուժը։ Ես շատ եմ սիրում Ներսես Շնորհալիի այս եռյակը։ Առավոտ լուսո, արեգակն արդար, առ իս լույս ծագյա։ Կարող եք ասել գրաբառը, կարող եք ասել աշխարհաբառը, լույսի առավոտ, արդար արեգակ, իմ վրա լույս ծագեցրու։ Ես սիրում եմ գրաբառը ասել, չնայած նույն իմաստը ունի։ Առավոտ լուսո, լույսը բացվել է։ Եվ երբ որ ասում եք անգիր արածի պես, աշակերտի պես մի ասեք, առավոտ լուսո, ինչ է նշանակում առավոտ լուսո։ Լույս է բացվել, լույս է, նոր կյանք է։ Քո մեջ է այդ կյանքը, առավոտ լուսո։ Արեգակն արդար, արեգակը միշտ արդար է, արեգակը միշտ ծագում է։ Նույնիսկ եթե չենք տեսնում արեգակը, ամպերի ետևում արեգակը կա, արեգակը միշտ արդար է։ Եվ արեգակը բոլորի վրա է ծագում։ Արեգակն արդար, ուրեմն ինչպես էր առավոտ լուսո, արեգակն արդար, մոռացա մյուսը, իմ վրա լույս ծագեցրու, այո, եւ երբ ասում եք իմ վրա լույս ծագեցրու, նաեւ ես ինչ եմ սիրում, ես իմ կիսեմ ձեզ հետ, ես նաեւ ուզում եմ այդ լույսը ծագի ուրիշների վրա, դուք կարող եք նաեւ ասել, արիս լույս ծագյա, առ իս իմ ընտանիքի անդամների անուններն եմ տալիս կամ դուք տալիս եք, արիս իմ զավկին, իմ այսինչին, իմ քրոջը, իմ եղբորը, իմ բարեկամին լույս ծագյա, առ իս լույս ծագյա, առ այսինչին լույս ծագյա, առավոտ լուսո, արեգակ բարի, արեգակն արդար, առ իս լույս ծագյա, առ իմ ժողովրդին լույս ծագյա, առ իմ հարևաններին լույս ծագյա, առ իմ բակին լույս ծագյա, այս մեքենան, որ նստելու եմ, քշելու եմ, այս բոլոր վարորդներին լույս ծագյա, այդպես եք արթնանում, դուք ջերմաստիճանը այդպես եք դնում։ Եվ ինչ որ ձեր սրտին խոսում է, այդ աղոթքը դուք արեք։ Կարևոր չէ, ինչ անուն ունի, ինչ դեմք ունի, որովհետև աղբյուրը մեկ է։ Միայն մեկ աղբյուր կա, եւ այդ աղբյուրը մեր բոլորի մեջ է։ Եվ ձեր հարաբերությունները մարդկանց հետ, այդ մարդկանց հետ չէ, այդ աղբյուրի հետ է։ Ես երբ որ մի բան եք անում, ես մի բան եմ անում իմ եւ Աստծո մեջ է։ Եթե ես անում եմ մի բան միայն այդ մարդու համար եւ սպասելիք ունեմ կամ հաջողանալու համար, դա լավ չես զգա դու քո մեջ, որովհետեւ քո հարաբերությունը աղբյուրն է։ Իմ եւ Աստծո մեջ է այդ հարաբերությունը։ Ուրեմն այսքանով ուզում եմ ավարտել այսօր։ Շնորհակալ եմ, որ լսեցիք։ Ես ցանկանում եմ անսահման սեր առաջինը եւ այն ատելությունները, որ կան ձեր մեջ, ձեզ վնասում են։ Կարելի է, այո, մի բան տեսնել, չսիրել, բնական է դա, բայց կենտրոնացեք լավի վրա։ Ուրեմն, մնացեք բարով, մնացեք սիրով, ապրեք ներսից դուրս։ Մինչև հաջորդ հանդիպում, ցտեսություն։